Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ։ 2026 թվականի հունիսի 2-ին Գլենդել քաղաքում տեղի կունենան քաղաքային ընտրություններ։ Գիտենք այս մասին բոլորս եւ հարց է ծագում, թե ինչ ընտրությունների մասին է խոսքը։ Այսօր Հավուր պատշաճի ամեն հարցի պատասխան կստանանք։ Պետք է ասել, որ Գլենդելի բնակիչները հենց այդ օրը հնարավորություն կունենան քվեարկելու մի քանի կարևորագույն պաշտոնների համար։ Դրանք են Գլենդելի քաղաքային խորհրդի անդամների համար, City Clerk, որը թարգմանաբար քաղաքային քարտուղար եւ քաղաքային գանձապետ։ Այսա մի քիչ մտածելու տեղիք է տալիս, մասնավորապես ինձ համար եւ ինպես մտածողների համար, եւ այսօր սենց մտածեցի, որ հնարավորություն կունենանք հյուրընկալելու մեզ մոտ տեխնացուներից մեկին, Դեյվիդ Ջորջ Գևորգյանին, ով բոլոր հարցերի պատասխանները իսպառս ձեզ կներկայացնի։ Դեյվիդ ջան, թույլ տուր քեզ Դավիթով դիմել։ Սիրով իհարկե, Դավիթ։ Ընթացքում էլ նաեւ կանցնեմ Դավջանին։ Ինչպես ընդունված է, այո, մեզ մոտ։ Շնորհակալ եմ ինձ հյուր ընդունելու համար։ Սիրով, մտքովս անգամ չէր անցնի, որ մեր պատահական ծանոթությունը ընդհանուր խնջույքի ժամանակ կարող է ընդհանուր սիմպաթիայի վերածել եւ այսօր մենք ոնց որ թե մեր սիրելի տաղավարում AMG-ի հեռուստատեսության խոսելու ենք մի կարևորագույն հարցի շուրջ, որը բնականաբար հուզում է շատ հայերի։ Կհամաձայնես, որ շատերը գնում են ընտրությունների առանց իմանալու, թե ինչի համար են քվեարկում, ում են իրենց ձայնը տալիս եւ որն է պատճառը, չէ՞։ Այնա Յան ազգանուն կարդում են, ասում են մեր հային ձայն տանք, բայց ոչ միշտ է, որ այդ հային ձայն տալը օգուտ է բերում հասարակությանը, մասնավորապես հայ համայնքին։ Արի նախ հասկանանք, թե պաշտոնը ինչ է իրանից ներկայացնում, քաղաքային գանձապետ, ճիշտ եմ թարգմանում։ Գանձապետ կամ գանձապահ։ Գանձապահ, այո։ Ես դեռ հստակ չեմ հասկացել, որն է հայերենով ճիշտ թարգմանվում, գանձապահ թե գանձապետ, բայց կարծում եմ պաշտոնապես գանձապահն է ճիշտ, իմ մոտ սովորույցը գանձապետ եմ ասում։ Գանձապահ մի քիչ մենք գնում ենք ավելի շատ, եթե հայաստանյան տեսանկյունից նայենք, որպես թարգմանաբար կասիր, մարդ, ով գումարները տնօրինում է եւ աշխատավարձներ է բաժանում, երևի թե գանձապետը մի քիչ ավելի պաշտոնական է հնչում։ Կարող եմ ասել, որ սա հենց ֆինանսների նախարարն է, թե չէ։ Չէ, ֆինանսների նախարար դա ավելի պետական մասշտաբի է, սա քաղաքային մասշտաբի է, այո, բայց ֆինանսի նախարարը կարելի է հասկանալ ավելի շատ որպես finance director-ը, որը որպես ֆինանսի բաժնի տնօրեն մի քիչ պատասխանատվությունը տարբեր է եւ ավելի շատ հաշվապահության հետ կապ ունի։ Գանձապահությունը եւ գանձապետի գրասենյակը շատերն են շփոթում, բայց հաշվապահություն ներգրաված է, բայց ինքը ամբողջությամբ հաշվապահությունը չէ քաղաքի։ Ավելի շատ քաղաքի գույքերը, անշարժ գույքերը եւ գումարը, փողը, ներդրումները, investment-ները, ծախսերը եւ եկածած որոշումներ կայացնող, այսպես տնօրինողն է։ Տնօրինողն է եւ վերահսկողն է։ Ահա, վերահսկող։ Բավականին լուրջ բան է սա։ Կասեմ ավելի շատ հենց առաջի պարտավորվածությունը, պատասխանատվությունը վերահսկելն է, որովհետեւ հատկապես որ գանձապահի պաշտոնը ընտրովի է, Գլենդելի քաղաքների նման քաղաքներում ընտրովի է։ Գանձապահը պատասխանատու է վերահսկելու, պաշտպանելու եւ հաշվետու է ժողովրդին եւ համայնքին։ Համացանցում, բնականաբար ես չսահմանափակվեցի ընդհանրապես պաշտոնի վերնագրով, փորձեցի գտնել, թե որոնք են գլխավոր պարտականությունները։ Խնդրում եմ շատ արագ անցնեք եւ հավելիր, ինչ ես բաց կթողնեմ կամ ինչ կարող է լինել ոչ համապատասխան իրականությանը։ Քաղաքի ամբողջ գումարը ընդունել եւ անվտանգ պահել։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Հետևել բանկային հաշիվներին, կատարել վճարումներ։ Ճիշտ է։ Ինչ վճարումներ եք կատարում։ Յուրաքանչյուր վճարում, այն գումարը, որ պետք է դուրս գրվի քաղաքապետարանի հանրային գումարի բյուջեից ֆոնդից, դա գանձապահի գրասենյակից է։ Այդ վճարումը, թե դա կլինի wire transfer-ի միջոցով, թե դա կլինի տպած թղթային չեքի ձևակերպմամբ, դա ամբողջությամբ լինում է, այդ գործողությունը կատարվում է գանձապահի գրասենյակից։ Այսինքն, եթե որոշում կայացվի, որ Գլենդելի ճանապարհները պետք է նորոգվեն, գումար է հատկացվում դրա համար, եւ այս կետն է, հա, կատարվում են վճարումները։ Այո, կառավարիչ գործողությունը կատարողը դա գանձապահի օֆիսն է։ Ճանապարհներին, այո, ճանապարհներին դեռ կանդրադառնանք։ Հաջորդ կետով համացանցը մեզ նշել է, որ պետք է պաշտոնը ինչ է իր մեջ պարունակում, ներդնել քաղաքի ազատ գումարները, որպեսզի քաղաքը եկամուտ ստանա։ Այո։ Ոնց է քաղաքը եկամուտ ստանում։ Ոչ թե քաղաքը եկամուտը ստանա, այլ
private corporation-ները եւ private անհատները կարող են ներդրում անել, investment-ներ անել եւ ստանալ ինչ որ գումար շահույթ։ Քաղաքները եւ առհասարակ պետությունը investment-ներ անելու դեպքում նպատակը չէ որ շահույթ լինի։ Առաջին նպատակը այն է որ գանձապահը պետք է այդ գումարը պաշտպանի եւ պաշտպանելու միջոցներից մեկն էլ այն է որ թույլ չտա որ արժեքա զրկվի այդ գումարը։ Հաջորդ կետով ներկայացված է որ պետք է վերահսկել պարտատոմսերն ու պարտքերը։ Իհարկե։ Հա, այդ պարտքը վերահսկելը որս է։ Պարտքի վերահսկելը ամենակարևոր առաջի քայլն է որ հասկանալ ինչքան պարտք կա եւ կարողանալ forecast անել, այսինքն քաղաքը վճարունակ է լինելու այդ պարտքը փակելու, այդ գումարը մարելու թե ոչ։ Ապահով է որ քաղաքի փողերը չկորսվեն կամ սխալ չօգտագործվեն։ Այսինքն համացանցը չի սխալվել, բոլոր կետերը նշել է։ Ոչ գլենդելի դեպքում։ Հիմա ասեմ ինչի համար։ Գանձապահի որպես պաշտպանը եւ վերահսկողը քաղաքի գույքի ես կարծում եմ որ գլենդելի քաղաքում պետք է անպայման լինի ինչ որ մի վերահսկողական հանձնաժողով եւ երբ որ ես ընտրվեմ գլենդելի քաղաքի գանձապահի գրասենյակի մեջ պետք է անպայման այդ վերահսկողական աշխատանքը տեղի ունենա եւ ես առաջարկելու եմ եւ հիմա էլ եմ առաջարկում քաղաքի ղեկավարությանը որ գլենդելի գանձապահի գրասենյակը եւ առհասարակ ֆինանսի բաժինը պետք է ունենա controller-ի պաշտոն։ Վերահսկողություն։ Այո։ Եվ ներառյալ նաև մենք ունենք audit committee, որը ես պատիվ եմ ունեցել audit committee հանձնաժողովի անդամ լինել, բայց այդ հանձնաժողովը ես կարծում եմ պետք է մի քիչ փոփոխության ենթարկել, որպեսզի նա ավելի էֆեկտիվ աշխատի։ Ես չեմ կարծում, որ audit committee-ն ոչ թե էֆեկտիվ չի, այլ իր նպատակին չի ծառայում։ Կարելի աշխատել եւ ավելի բարելավել։ Այո, այդ ստրուկտուրան ինչպես ասում են։ Հարգելի հեռուստադիտողներ, ահա այսպիսի հետաքրքիր, եթե կարելի ասել քվեաթերթիկներ եք ստանալու փոստով կամ արդեն ստացել եք, խնդրում եմ մի նետեք սա շատ կարևոր է։ Ահա, հակառակ երեսներ ցույց տամ, խոսքը մեր Դեյվիդ Ջորջ Գևորգյանի մասին է, որին կարող եք ընտրել հունիսի 2-ին, իսկ հիմա ավելի մանրամասն խոսենք, թե որքանով է կարևոր, որ հենց հայ համայնքը մասնակցի այս ընտրությանը, որովհետև սովորաբար որ վերցնում ես, մենք հայերս մի փոքր թերհավատորեն ենք, չէ, վերաբերվում, մասնավորապես եթե խոսենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, ասում ենք ներկայացուցիչներն ու տեխնացուները շատ են, մենք հայերս քիչ ենք։ Ու այսպես առաջնորդվում ենք անընդհատ առանց հասկանալու, որ չէ, մենք մեր community-ին պետք է այդ աջակցությունը ցուցաբերենք եւ մասնակցենք ընտրություններին։ Որն է կարևորը հայ համայնքի մասնակցության։ Նախ կուզենամ ասել, որ մենք տարբեր քաղաքական խնդիրներ ունենք մեր համայնքի մեջ, բայց դրանք միայն հայերի խնդիրը չեն։ Բոլոր համայնքները, բոլոր ազգերը եւ շատ տարբեր երկրներում նաեւ ունեն այդպիսի խնդիրներ։ Բայց քանի որ մենք ճանաչում ենք մեր համայնքին, Գլենդել քաղաքի մեջ եւ Գլենդել քաղաքի հայությունը բավականին ակտիվ է քաղաքականության մեջ, մենք տարիների ընթացքում կարողացել ենք մեծ քաղաքական կապիտալ ձեռք բերել։ Այդ քաղաքական կապիտալի վառ օրինակներից մեկն է մեր հայ-ամերիկյան թանգարանը։ AMG-ի հեռուստատեսությունը մեծ աջակցություն է ցուցաբերում մշակութասերներին եւ առհասարակ արվեստին։ Ինձ հետևողները թե սոցիալական հարթակում եւ թե առհասարակ կյանքում գիտեն ես ինքս հենց մշակույթի մեջ եմ եւ ինքս էլ եմ հնարավորինս աջակցում։ Հիմա եթե իմ շրջապատի ներկայացուցիչները մասնավորապես գլենդելաբնակ իրենց ձայնը տան քեզ, մշակույթը դրանից ծաղկելու է, բարգավաճելու է, թե մնալու է նույն սկզբունքով, ինչպես որ կա։ Ինչ որ աջակցություն լինելու է մշակույթին, թե ոչ։ Հայ մշակույթի մասին է խոսքը։ Հոգուս շատ հարազատ տեղին կպար։ Առհասարակ արվեստը իմ ընտանիքի մեջ եւ իմ համար շատ կարեւոր եւ շատ թանկ մի մասնիկ է կյանքի։ Մայրս հայոց լեզվի, գրականության, բանաստեղծության մասնակից է։ Հայրս ձուլագործ է, նկարիչ է, քանդակագործ է եւ
արվեստը իմ ընտանիքում մեծ դեր է միշտ ունեցել։ Բայց դու ծնվել ես այստեղ։ Ես ծնվել եմ Լոս Անջելեսում, Little Armenia, East Hollywood թաղաշրջանում։ Այստեղից էլ արդեն բացատրությունն է քո վարժ հայրենին տիրապետելը։ Դե իհարկե, մեր ընտանիքը շատ հայկական, շատ պահպանողական ընտանիք է, ես ինձ համարում եմ որպես շատ conservative հայ, եւ ես սիրում եմ հայ առաքելական եկեղեցու ընտանիքի մոդելը։ Ես ինքս երիտասարդ ժամանակ, մի քիչ սիրահարված ժամանակ գիտար եմ նվագել, Խարույկի մոտ, հա։ Չէ։ Աղջիկների ուղեկցությամբ։ Չէ, շատ փոքր ենք այդ ժամանակ հայ-սկուլի տարիներին։ Եվ ես ինքս բանաստեղծություններ եմ ստեղծագործել։ Երևի ամենատխուր կամ ջղայնացած, զայրացած էմոցիաների տակ հասկացել եմ, որ ինչ-որ ջղայնանալը ինչ-որ հզոր էմոցիա է։ Հաստատ։ Հա, սերն էլ, սիրահարվելն էլ, հատկապես երիտասարդ ժամանակ դա էներգիա է տալիս ստեղծագործելու։ Բայց ինչ է շեշտում երիտասարդ ժամանակ, հիմա ինչ է եղել, երիտասարդ չես։ Չէ, հիմա գանձապայի տեխնացու ենք արդեն։ Այս 4-5 ամիսը ստեղծագործելու ժամանակ չի եղել։ Թե սիրահարվելու ունակությունն է պակասում տարիքի հետ։ Չէ, դա երբեք չի կարող պակասել եւ ցանկալի կլինի, որ յուրաքանչյուր մարդ 1000 անգամ սիրահարվի կյանքում, բայց նույն անձի հետ։ Դա շատ կարևոր է, ստեղծագործությունները ավելի հզորանում են այդ դեպքում։ Բայց ես ինքս բանաստեղծություն սիրող մարդ եմ, ես երեխա ժամանակ նկարչություն եմ արել, դիմանկարներ էի անում, քանդակի փորձել եմ, բայց դա չեղավ իմ ամենաուժեղ կողմը, բայց համենայն դեպս երաժշտություն, սիմֆոնիա, բալետ ես շատ եմ սիրում եւ հանրությանն եմ տեղեկացնում սա իմ անձնական գաղտնիքներից է, որ ես խնդիր չունեմ բացահայտելու այս դեպքում, իմ ամենասիրած, աշխարհի վրա ամենասիրած երաժշտական գործիքը հայկական կանոնն է։ Եվ ես միշտ ուզեցել եմ, որ հայկական կանոնը ավելի շատ տարածվի աշխարհով մեկ, բայց հիշեցվի աշխարհին, որ դա հայկական գործիք է, որտեղ որ դա հիմա հայկական կանոնը վտանգի տակ է, հակառակորդող թշնամի ազգերը փորձում են յուրացնել։ Օդից բռնում եմ քո ասածը, ոչ միայն հայկական կանոնն է վտանգի տակ։ Դուդուկը եւ հիմա այսպիսի բան ոչ միայն երաժշտական գործիքները, թե խոհանոցը, թե առհասարակ երգարվեստը, երաժշտությունը ամենը վտանգի տակ է, որովհետև դրանով զբաղվող չկա եւ կան պատմական փաստեր, բայց կա նաեւ հզոր թիմ, որը աշխատում է այդ ուղղությամբ։ Եթե դու ընտրվում ես, ստանձնում ես այս պաշտոնը, ինչ որ կերպ հնարավորություն կլինի աջակցելու մարդկանց, ովքեր կարող են օրինակ դոկումենտալ ֆիլմեր նկարահանել նույն կանոնի մասին, նույն հայկական խոհանոցի մասին, հայկական գործիքների մասին, պարի մասին, երգի մասին, տենց հնարավորություն կա, թե չկա։ Դա քաղաքի այդ բանի մեջ մտնում է, ծրագրի մեջ մտնում է, թե չէ։ Որպես գանձապահի գործող պաշտոնյա կան որոշ բաներ, որ ես կարող եմ անել, որ հնարավորություն կտա ոչ թե միայն գլենդել քաղաքի տնտեսությունը զարգացնել եւ ավելի գրավիչ դառնալ, որ մեր գլենդելից դուրս եկած հայերը հետ վերադառնան գլենդել, այլ հնարավորություն կա, որ մեր միկրո եւ մանր բիզնեսները եւ մեր մշակույթի non-profit կազմակերպությունները, ոչ միայն հայկական, բոլոր non-profit մշակույթի կազմակերպությունները ավելի ճիշտ դիրքում գտնվեն, որ կարողանան հեշտությունով ավելի մեծ գումար աջակցությունը ստանան մեր գլենդել քաղաքի բանկային համակարգից։ Բացատրեմ ինչպես է դա լինում։ Ոչ մեկ սա վարկերի մասին է խոսքը, թե գրանտերի մասին։ Գրանտերի եւ դոնեյշնների։ Իսկ միկրո եւ մանր բիզնեսների հետ կապված, դրանք միկրո լոների վարկերի միջոցով։ Ոչ մի գանձապահ հանրությանը այս ինֆորմացիան չի տեղեկացնելու, չեն ասելու։ Ուշադրություն, սիրելի հեռուստադիտողներ, պետք է, այո, էքսկլյուզիվ։ Այո, սա շատ էքսկլյուզիվ ինֆորմացիա։ Միացյալ Նահանգների կառավարությունը տնօրինում է տարբեր բանկերը տարբեր օրենքների եւ գայդլայներով։ Կա մի հատ շատ հետաքրքիր օրենք, որ կոչվում է CRA, Community Reinvestment Act-ը, որը պարտադրում է բանկերին, որ իրենք որ համայնքի մեջ, տարածքի մեջ, քաղաքի մեջ են ծավալում իրենց գործունեությունը, պետք է այդ համայնքին այնպես անեն, որ կապիտալը եւ credit-ը հասանելի լինի, որ ոչ մի մասնիկ
անկախ վճարունակության, անկախ սոցիո-էկոնոմիկ ստատուսի բոլորի համար կապիտալը հասանելի լինի, քանի որ մենք կապիտալիստական երկրում ենք ապրում եւ բանկային համակարգի մեջ ենք մենք մեր բիզնես տանում եւ մեր տնտեսությունը վարում։ Բանկերը դա անելու համար պետք է կապիտալը հասանելի լինի, բայց միևնույն ժամանակ բանկերը բոլոր գանձապահերին դիմում են, հրավիրում են հանդիպումների, որպեսզի իրենք ներկայացնեն ավելի լավ պայմաններ, ավելի բարձր տոկոս, ավելի ձեռնատու rebate-ներ, ճկուն համակարգ որպեսզի գանձապահերին շահագրգռեն, որ քաղաքի 20, 50, 60, 100 միլիոն դոլարի այդ չօգտագործվող ազատ գումարները ներդրում անեն իրենց բանկային հաշիվների մեջ։ Այդ գումարները 60, 100, 150 միլիոն դոլարներ, ասենք մանր գումարներ չեն, այդ գումարները հետո ինվեստմենտ է արվում ուրիշ նահանգներում, ուրիշ քաղաքներում։ Գուցե արել են, բայց չեն բարձրաձայնել։ Արել են իհարկե, բայց դա համակարգի մեջ սխալ բան չեն արել, բայց ցանկալի չի, որ Glendale քաղաքի հարկատուն անշարժ գույքի հարկ վճարողը, sales tax վճարողը, Glendale-ի բնակիչը, Glendale-ի բիզնեսատերը այդքան հարկ վճարելուց հետո ոչ մի արտոնությունից չի օգտվում։ Այդ գումարը տրվում է բանկերին եւ ուրիշ նահանգներ, քաղաքներ եւ ուրիշ համայնքներ են օգտվում այդ դրանից։ Դա է հիմնական պատճառը, որ Glendale-ից շատերը տեղափոխում են բիզնեսները։ Նաեւ ամեն ինչը մի փոքր տարբերություն է տալիս եւ արդեն տեսնում ենք, որ մի լրիվ այլ պատկեր է ձևավորվել Glendale-ում այս վերջի 10 տարվա մեջ։ Այսինքն սա բավական լուրջ խնդիր է։ Շատ լուրջ խնդիր է եւ քանի որ ես ընտանիք սիրող մարդ եմ եւ ես համարում եմ եւ շատ համաձայն եմ, որ ընտանիք հասկացողությունն է համայնքի ամրությունը, որպես գանձապահ ես առաջադրում եմ հետեւյալ ծրագիրը եւ գանձապահ ընտրվելու դեպքում առաջի գործերից մեկը անելու եմ հետեւյալը։ Եվ սա օրինավոր, հնարավոր եւ սա շատ ընդունված մի բան եմ ես առաջարկում։ Glendale-ում բնակվող ծնողներ, երբ որ երեխա կունենան Glendale քաղաքի մեջ, Glendale-ի գանձապահի գրասենյակը կբացի իրենց համար tax free savings account, որտեղ որ այդ գումարը ծնողները ներդրում կանեն առանց հարկ վճարելու եւ կկարողանան այդ գումարը օգտագործել երեխայի առողջապահության եւ կրթական ծախսերի համար։ Մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա ահռելի մեծ ներդրում է, որտեղ փաստացի, երբ գործը հասնում է արդեն կրթության, առողջապահությանը, մարդկանց գրպանները դատարկ են։ Իսկ այստեղ երեխան արդեն կունենա բավարար միջոց, որպեսզի կարողանա հոգալ իր, այսպես ասած, ծախսերը, գերազանց գաղափար է իրականում։ Եվ դա ցույց կտա, որ Glendale-ի քաղաքը կողմ է ընտանիքներին, աջակցում է ընտանիքներին, ուզում է, որ ընտանիքները մնան Glendale-ում, եւ Glendale քաղաքը հոգատարություն է ցուցաբերում իր համայնքին։ Ես կարծում եմ, որ Glendale-ի ղեկավարությունը մի քիչ շատ է ուշադրությունը դրել ինչ-որ կառույցներ, մածերիա, փող, տնտեսություն եւ այլն, որոնք որ շատ կարեւոր են, բայց մոռացել են ում համար են դա անում։ Դե մեծ հաշվով դա ոչ միայն Glendale-ում է։ Դա երևի թե ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է այդ խնդիրը։ Համաձայն եմ։ Նյութապաշտությունը այդուհանդերձ համաձայն եմ, բայց պետք է համայնքին մի քիչ ավելի շատ հաշվի առնել, նկատի առնել համայնքի պահանջները, ինչ է պետք ժողովրդին, ոչ թե անել այն ինչ որ քաղաքական կամ կուսակցական թելադրանքներ կատարել եւ ակնկալել, որ պետք է համայնքը համակերպվի այդ փոփոխությունները։ Եվ վերջի վերջո ամեն ինչ պատտվում է մարդու շուրջ։ Եվ այդ կառույցը, եւ ասեմ Glendale-ում ինչն է պատտվում ոչ մարդու շուրջ։ 29 տարի է Glendale-ում եմ բնակվում։ Երևի այդպես փողոց չկա Glendale-ում, որ ես իմ սեփական ավտոմեքենայով մտած դուրս եկած չլինեմ։ Մեր շատ սիրելի, շատ սիրված եւ շատ տարբերվող Glenox փողոցը, Պողոտան, այդ ամբողջ բուլվարդը փոփոխության է ենթարկվում, որ մեջտեղը վերացնում են այդ կանաչությունը եւ ծառերը եւ այդտեղով անցկացնելու են ավտոբուսի
կենտրոնական ճանապարհ։ Դա նախագծվում է։ Դա արդեն սկսել են այդ աշխատանքը։ Նախ որ ամբողջ Գլենդել քաղաքը, ներառյալ Գլենդել փողոցը, Գլենոքս փողոցը ասթետիկապես փոփոխության է ենթարկվելու, ես կարծում եմ բավականին տգեղանալու է։ Երթևեկության վրա էլ է դա ազդելու, բայց ամենաշատը գիտեք ինչի վրա է ազդելու։ Հին Գլենդելի բնակիչները շուտվա եկած, որոնք որ 20-30 տարի առաջ սեփական տներ են գնել Գլենոքսի, Սան Ֆերնանդոյի մոտերը, Գլենոքսից վերև, այդ ամբողջ այդ շրջանը մայլերով, այդ ամբողջ Գլենոքսը երկար, բավական երկար փողոց է։ Ինչքան հայություն կա, որտեղ տուն են առել 20 տարի առաջ, 30 տարի առաջ, իրանց պապերից մնացած, իրանց հերերից մնացած, որ հիմա իրանց ընտանիքներն են այդտեղ ապրում։ Կանգնել է մի շատ լուրջ, շատ դժվար խնդիրի առաջ։ Այդ ավտոբուսի կենտրոնական transit ճանապարհը հնարավորություն է տալու 500 ֆիտ հյուսիս, 500 ֆիտ հարավ, որ կարողանան սեփական տները դարձնել չափից մեծ կառուցված ապարտմանի շենքեր։ Այսինքն սեփական տները քանդելու են, դրա փոխարեն դարձնելու են։ Այո։ Եվ այն սեփական տան տերը, որը որ չի ուզում մնա իր տան մեջ շարունակի ապրել, խնդիրի առաջ է կանգնելու, որ իր կողքը, իր հետևը, իր բակում մեծ շենքեր են կառուցվելու, որտեղ այդ շենքի բնակիչները նայելու են ուղիղ իր տան հայաթի մեջ։ Ու ճիշտ եմ հասկանում, տրանսպորտը, ավտոբուսները մեջտեղով են երթևեկելու։ Այո։ Հա, այդ նույն գաղափարը չէ, այդ նույն տեխնոլոգիան շատ տարիներ առաջ խորհրդային դարաշրջանում Հայաստանում էր, բայց կիրառվում էր տրամվայների վրա, բայց շատ արագ հրաժարվեցին։ Ես հիշում եմ մանուկ հասակում, փոքր տարիքում տրամվայները հենց մեջտեղով էին երթևեկում եւ կանգառնել էր մեջտեղը, մարդիկ իջնել հետո փողոց էին անցնում։ Հաստատի այստեղ սենց ուզում եմ տես մի բան անել։ Ինչ ենք ակնկալում, այդ տանտերը ինչ է անելու։ Մնալու է տան մեջ, դուրս է գալու, եւ եթե նույնիսկ ինքը դուրս չգա, ստիպելու է։ Քանի հատ հայ ընտանիք են կորցնելու։ Շատ հնաբնակ ընդ որում, հա, դա եւ նոր կառուցված ապարտմանի շենքերը մաչելի են լինելու գները բացարձակ։ Էլի նույն ձևի տենդենսը չի նկատվում դեռ մատչելիության ցավոք սրտի։ Ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ ես խոսում եմ Դեյվիդ Ջորջ Գևորգյանի հետ, ով իր տեխնացությունն է դրել հուլիսի 2-ին կայանալիք ընտրություններում, հունիս հիշեք նտարով, հունիս մոտ են իրար, եւ ձեր ձայնը շատ կարեւոր է, որպեսզի դուք քվեարկեք Դավթի օգտին, սա էլ ասեմ, որ նա զբաղեցնելու է հուսանք, որ կզբաղեցնի ձեր աջակցությամբ Գանձապահի քաղաքային Գանձապահի պաշտոնը եւ մենք խոսում ենք այդ թեմայի շուրջ այսօր նկատել եմ որ այս տարի մի քիչ հայերը շատ են մասնակցում այս ընտրություններին, հա, եւ ինձ համար փորձեցի սենց ինչ-որ վերլուծություն անել, եթե կարելի է այդպես ասել, որ կոնկրետ այս պաշտոնին հավակնություն ունի երկու տեխնացու, երկուսն էլ հայ։ Այո։ Եթե վերցնենք Գլենդելի քաղաքային խորհրդի պաշտոնի համար դիմողներին 16 տեխնացուներից, դե ով մնացելով դուրս է եկել չեմ կարող ասել, 10 է հայ։ Եվ կա քաղաքապետարանի քարտուղար պաշտոն, որի երկու տեխնացուներից մեկն է հայ։ Ինչու են հայերը սենց ակտիվացել։ Առաջին հարցը սա է, երկրորդ հարցս ավելի ճիշտ չէ լինի, որ ընտրվեր մի հայ տեխնացու եւ բոլորը կենտրոնանային այդ մեկի վրա։ Որպես կանոն հայերը յանն են, չէ՞ կարդում։ Եվ գնում են յան ազգանբան վրա։ Այո։ Ճիշտ է մոտեցումը, թե չէ։ Ինչ ես կարծում։ Ես շատ հանրային ձևով եմ ասում։ Շատ մեծ պատասխանատվություն վրես կրելով եմ ասում սա։ Ոչ բոլոր հայերն են, որ ունեն այն հայի հոգեբանությունը, որը որ մեր համայնքին այսօր պետք է, մեր երկրին այսօր պետք է եւ առհասարակ մեր ինքնությանը այսօր պետք է։ Այսքան տեխնացուները նույն փուլի մեջից քվեներ են տանում մեկը մյուսից, որը որ նվազացնում է իրենց հնարավորություններն ու շանսերը ընտրվելու։ Բայց 3 աթոռի համար է, որից մեկ աթոռը ազատվում է, որովհետեւ մեր շատ երկարատև ժամանակվա շատ հարգված քաղաքի խորհրդի անդամ եւ նախկին բազմաթիվ անգամներ քաղաքապետ եղած պարոն Արան Աջարյանը retire է լինում City Council-ից եւ ես մեծ թոշակի է անցնում։ Հա? Չգիտեմ եթե թոշակի է անցնելու թե չէ, բայց City Council-ից retire է լինում։
Նա աշխատասեր մարդ է, ես չեմ կարծում նա թոշակի անցնի։ Բայց ամենայն դեպս ես պատիվ ունեմ, որ իմ տեխնացությունը նաև endorse է արված պարոն նախին քաղաքապետ Արա Նաջարյանի կողմից, ներառյալ նախկին քաղաքապետ Փալա Դվայնի կողմից եւ ներկա քաղաքապետ Արտաշես Քասախյանի կողմից։ Բայց տեխնացուների հետ կապված մի մեծ խնդիր եմ ես տեսնում որպես հայդատի ակտիվիստ, ես ինքս որպես քաղաքականության մեջ մոտավորապես արդեն 20 տարի բազմաթիվ տարբեր գործունեություն եմ ունեցել մեր համայնքում, Los Angeles County-ում պաշտոն եմ զբաղացրել եւ իմ փորձը որպես ակտիվիստ եւ որպես քաղաքագետ հուշում է, որ համայնքում պետք է ինչ-որ մի մեխանիզմ լինի տեխնացուներ առաջադրելու։ Իհարկե։ Եվ այս մեխանիզմը չպետք է լինի միայն հայ համայնքը իր մեջ որոշի իր ներկայացուցիչները ով պետք է լինեն, այլ պետք է շատ ավելի համախմբված ձևով արվի ամբողջ Գլենդելի քաղաքի բոլոր non-profit կազմակերպությունների եւ քաղաքական կազմակերպությունների կողմից համախմբված ձևով համայնքը պետք է տեխնացու առաջադրի։ Իմ տեխնացությունը գանձապահի համար ես ինքս չեմ որոշել, որ ես պետք է տեխնացու լինեմ։ Համայնքի տարբեր կողմերից, տարբեր կուսակցություններից, հայ եւ ոչ հայ համայնքներից ինձ հետ կապի դուրս եկան, հանդիպումներ տեղի ունեցան, հարցեր քննարկվեցին եւ իմ տեխնացությունը առաջադրվեց։ Դե քո պարագայում սա նաև մասնագիտական հմտություններից ելնելով եւ կրթություն ստանալուց ելնելով է, չէ՞։ Որովհետեւ մասնագիտությամբ եթե չեմ սխալվում, հայերեն թարգմանվում է որպես հանձնակատար, ով ընտրվում է վերահսկելու ոլորտը կամ հանձնաժողովը։ Այսպես է։ Անգլերեն commissioner, հա, տենց է։ Commissioner։ Ներկա պահին ես, ուրեմն տեսեք, ամենաերիտասարդ առաջի հայ եւ միակ Գլենդելի բնակիչն եմ 1960-ական թվականներում հաստատված հանձնաժողով կա, որ վերահսկում է սպառողների եւ բիզնեսների հարցերը։ Այսինքն Գլենդելի ուղնուցուցը, ինչպես ասում են, միայն Գլենդելին է, չէ, Los Angeles County, բոլոր 88 քաղաքներից գիտես։ Շատ մանրամասն։ Առաջի հայն եմ ամենաերիտասարդ եւ առաջի Գլենդելի բնակիչը, որ եղել եմ հանձնաժողովի նախագահ Los Angeles County։ Եվ փոքր հանձնաժողով չի, 5 անդամ չի, 15 անդամ։ Շատ մեծ հանձնաժողով է եւ 2 անգամ եմ եղել նախագահ, հիմա էլ փոխնախագահն եմ, որտեվ 2 անգամից ավել չի թույլատրվում։ Սա արդեն լուրջ պատմություն է։ Բայց բացի դա ես ծառայել եմ նաեւ Գլենդելի քաղաքի ֆինանսի բաժնի վերահսկողության audit committee հանձնակատար եմ եղել եւ Գլենդելի դպրոցների 270 միլիոն դոլարի զարգացման եւ շինարարական վերահսկողության գումարների վերահսկողության հանձնաժողովի անդամ եմ եղել եւ Citizens Bond Oversight Committee-ը նաեւ ամենաերիտասարդն եմ եղել։ Այսինքն ֆինանսը վերահսկելը, գումար պաշտպանելը, ամեն ինչի մեջ վերահսկողություն եւ կառավարական ֆինանսական, միայն ոչ թե ֆինանսական, կառավարական ֆինանսական փորձ ունենալ, սա իմ համար իմ մասնագիտությունն է։ Ես նաեւ Փասադինայի գանձապահի գրասենյակում եմ աշխատել եւ ասեմ Փասադինայի գանձապահը դա նշանակովի է, ընտրովի չի։ Այդտեղ մի քիչ ընդհանուր դայնամիկն է փոխվում արդեն աշխատանքի։ Այսինքն կոպիտ ասած, կրթական համակարգից սկսած ֆինանսների մեջ ես։ Մոտավորապես bachelor's degree-ը ստացել եմ California State University Northridge, political science, բայց public administration էր իմ focus-ը։ Harvard համալսարանի executive program-ն եմ վերջացրել Kennedy School-ում, 1.5 ամիս Բոստոնում եմ մնացել, Harvard համալսարանում է տեղ ունեցել է ծրագիրը նախատեսված կառավարության բարձր senior executive-ների գործադիր ղեկավարների համար նախատեսված ծրագիր էր։ Նաև Berkeley համալսարանի executive program-ն եմ վերջացրել եւ ունեմ executive master's degree USC-ից, հենց ղեկավարության թեկումով, executive master of leadership։ Բայց ամենակարևորը երևի կարող եմ ասել, որ Կալիֆոռնիա նահանգը ունի գանձապահերի միություն, որը որ ղեկավարվում է Կալիֆոռնիայի տարբեր քաղաքների գանձապահերի կողմից։
Դրանից բացի մի կարևոր բան էլ ես եմ ուզում ընդգծել, համենայն դեպս սա իմ սուբյեկտիվ տեսանկյունն է, գուցե սխալվում եմ։ Ինձ համար պաշտոնյան առաջինը պետք է լինի ներկայանալի, գրագետ եւ մի հետաքրքիր բան էլ ընդգծեմ, հասարակությանը, թեկուս ընտրազանգվածին, մարդկանց ովքեր ձայն են տալիս կամ պարզապես ուզում են ծանոթանալ այդ անձնավորության հետ, բաց լինի նրանց համար։ Ես Հայաստանում տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ շատ պաշտոնյաների հետ եմ համագործակցել, շփվել, սկսած նախագահներից, ավարտած սովորական բաժնի վարիչներով։ Բայց մի հետաքրքիր բան կա, երբ ես տեսնում եմ հայաստանյան պաշտոնյաներին, նրանք մի տեսակ ձիգ են։ Նրանք մի տեսակ, որ դու իրանց մոտենում ես, արդեն քեզանից անկախ լարվում ես։ Մեր առաջին հանդիպման ժամանակ ես բացարձակապես չզգացի, որ գործ ունեմ պաշտոնյա անձնավորության հետ, ով կառավարում է շատ ինչ-որ բաներ, ունի սենց մեծ ահռելի բեքգրաունդ, քաղաքականության մեջ է, մեծ հաշվով վերցնես, այդ պարզությունը, անմիջականությունը, որը իմ պատկերացմամբ նաև շատ դեպքերում կարող է հասարակության համար ինչ-որ հարց լուծել, որ հասարակությունը ունենա ինչ-որ խնդիրներ, այդ խնդիրներով պարզ եւ հանգիստ կարող է դիմել մի անձնավորության, ով թե ներկայանալի է, թե գրագետ է եւ թե ցանկություն ունի իրենց համար հարց լուծելու։ Ճիշտ եմ մտածում, թե չէ։ Շատ ճիշտ եք մտածում եւ շատ մարդիկ պաշտոնի հետ վերաբերվում են ինչպես գահի հետ եւ շատ մարդ իրենց ինքնություն են կապում այդ պաշտոնի հետ։ Բոյովանում են մի տեսակ, չէ՞։ Ես սիրում եմ պաշտոնականություն։ Ես սիրում եմ, որ ամեն ինչը լինել կարգ ու կանոնով։ Ես սիրում եմ, որ ամեն ինչը լինել շատ ceremonial, լինել շատ իմաստավորված։ Ես սիրում եմ, որ անձը լինել հատկապես կառավարության ներկայացուցիչը եւ հատկապես համայնքի ներկայացուցիչը լինել շատ արդար, չափված, ձևված։ Ես ինչ որ սանձարցակ բաներ երբեք չեմ սիրել եւ իմ քննադատումները բազմաթիվ են եւ շատ են մեր այս հիմիկվա մոդեռն entertainment-ի ոլորտի ներկայացուցիչների։ Դա ծրագիր է, որ այդպես պետք է իրենց պահեն։ Բնականաբար, իհարկե դա ծրագիր է։ Դե հիմա սենց մի հարց եմ ուզում քեզ տալ։ Ընկերական շրջապատում ես համենայն դեպս մարդ, որը քեզ առաջին անգամ տեսա, շփվեցինք, ծանոթացանք, բացարձակապես լարվածություն չզգացի, հակառակը շատ այնց ընկերական միջավայր էր, թե ստեղծված եւ թե ընդհանուր մեր մտքերի գաղափարների հետ կապված շատ արագ մի քանի րոպեների ընթացքում կարողացանք ինչ որ եզրեր գտնել ու շատ ջերմ շփվեցինք։ Ընկերական շրջապատում դու էլի փողկապով ես, էլի կոստյումով ես, հա? Մեծամասնությամբ այո, որովհետեւ աշխատանքից եմ դուրս գալիս կամ աշխատանքի պետք է գնամ։ Նկատողություն չես ստանում ընկերներից։ Շատ, իհարկե շատ, բայց դա չեմ կարող ասել դա իմ ոչն է, բայց կարող եմ ասել, որ ես 8 տարի կաթոլիկների private դպրոց եմ սովորել։ Ես ու քույրս։ Ես 8 տարի հագել եմ կապույտ շալվար, սպիտակ սարուշկա։ Uniform-ով եմ եղել։ Զուգահեռ նույն ժամանակ 7 տարի պարապել եմ կարատե, ջուջիցու, հապքիդո, թեքվոնդո, սև գոտի եմ ստացել եւ շաբաթը 4 անգամ 2-3 ժամով կարատեի martial arts-ի զգեստով եմ եղել։ Clark Magner High School եմ սովորել, նոր բացված դպրոց, որը որ ճիշտ է չուներ uniform համազգեստ, բայց ուներ dress code։ Իսկ մենք պետք է ավելի ակուրատնի հագնվենք գրավոր լոգոներով բաներ չենք կարող։ Դիսցիպլինան գալիս է մանկուց, փոքր տարիքից։ Անմիջապես դրանից էլ հետո ես աշխատել եմ Քինգոզում, Brand փողոցի վրա 16 տարեկան հասակում աշխատանքի մեջ պետք է համազգեստ հագնենք։ Անմիջապես ավարտելից հետո արդեն զբաղվել եմ բիզնեսով, աշխատել եմ քաղաքապետարանում, միշտ եղել եմ փողկապով։ Այսինքն քեզ դա դուր է գալիս։ Դա ապրելակերպ է արդեն։ Ապրելակերպ է, բայց ես ինչը կարող է շատ սիրել, որպեսզի դու քո կոստյումը հանես։ Ինչ միջավայր պետք է լինի, օրինակ։ Ոչ աշխատանքային եւ ոչ պաշտոնական։ Ես սիրում եմ շատ ժամանակ։ Դե հիմա պաշտոնը այնպիսի բան է, որ 24-ը 7-ի վրա։ Ուզես թե չուզես։ Բայց օրինակ ինչ որ ներազդեցություն կարող է լինել, որպեսզի դու սենց մտնես ինչ որ մի, չգիտեմ, շրջապատ, ասենք, ընկերական կլինի, ընտանեկան կլինի, էական չէ, որ սենց պիջակը հանես, ասես վայ վերջապես շնչեմ, հա։ Իհարկե։ Լինում է, առաջինը փողկապն է դուրս գալիս, թե։ Այո, առաջինը փողկապը, հետո պիջակը, իհարկե։ Դե այդ դեպքում խնդրում եմ քո նախասիրություններից խոսիր։ Նախասիրություններից։ Ասեցի արդեն։ Կանոն եմ շատ սիրում եմ հայկական, ժողովրդական երաժշտություն, սիրում եմ բանաստեղծություններ,
Սիրում եմ Ազատ ժամանակ ինչով ես զբաղվում, ավելի շուտ սենց հարցս դնեմ, հարցադրումը։ Ազատ ժամանակ չկա։ Իմ ամենասիրած հաճելի ժամանցը անելու ձևը այն է, որ մի շատ լավ ընկերոջ հետ կամ մի քանի ընկերներով հետաքրքիր վայրում նստել, ընթրիկի շուրջ կամ սուրճի շուրջ եւ քննարկել բազմաթիվ տարբեր հետաքրքիր եւ խորհրդավոր հարցեր։ Էլի գործ է դա։ Չէ, որտեվ յուրաքանչյուր զրույց կամ շփում ինձ պետք է մտածելու առիթ տա։ Երբ մենակ ես մնում, ուր են մտքերդ տանում։ Էլի աշխատանքի մասին ես մտածում, թե մտածում ես մի քիչ անջատվես առօրյա հոգսերից, ասած մտածում եմ ճամփորդության մասին։ Ահա, որ երկիրն է նախընտրելի քեզ համար։ Հայաստան միանշանակ։ Հայաստանից բացի։ Աշխարհի վրա, ձեզ ասեմ, հետաքրքիր բան ասեմ, աշխարհի վրա բազմաթիվ երկրներ եմ եղել։ Ամենահամով հացը, որ կերել եմ։ Ահա, որ ինձ ուղղակի զարմացրել է։ Ես համարում եմ դա ինչ-որ աստվածային սնունդ, դա եղել է Արցախում։ Եվ ես շատ տպավորված եմ եւ ես դա ամեն տեղ եմ ասում եւ երբեք դա իմ մոտ չի փոխվի։ Արցախից հետո երևի հաջորդ ուտելիքի տեսակետով նկատենք ամեն ինչի։ Որպես հանգստի ես Նյու Յորք քաղաքով եմ շատ տպավորված, Նյու Յորքով եմ շատ տպավորված, բայց առհասարակ դա իմ համար միշտ կմնա Հայաստանը։ Միշտ Հայաստանը։ Ես Հայաստանում։ Բայց զարմանալի է, դու եթե Հայաստանում չես ծնվել։ Ես Հայաստանում կնքվել եմ։ Հա, նո դա Չէ, իմ համար դա հոգևոր է, բայց դա վերածնունդ է։ Ես շատ երիտասարդների ճանաչում եմ Ամերիկա բնակ, ովքեր ստեղ ծնվել մեծացել են եւ այդ կապող օղակը Հայաստանի հետ չունեն։ Հիմա դու խոսում ես մի թեմայի շուրջ, այնպիսի կարոտով, պաշտամունքով ես վերաբերվում Հայաստան աշխարհին, որ ավտոմատ ես ուզում հարցնեմ, հաստատ այստեղ ես ծնվել։ Որն է այդ կապող օղակը հայրենիք բառից բացի, արմատից բացի, որը քեզ կապում է Հայաստանի հետ եւ նմանատիպ պաշտամունքով ես վերաբերվում քո հայրենիքին։ Ես Հայաստանի առհասարակ մեր հայ ժողովրդի վերաբերմունքն եմ սիրում մարդկային հարաբերությունների նկատմամբ։ Ես սիրում եմ մեր հայկական մոտեցումը ընտանիքին, սեղանի շուրջ գտնվելու, այդ որ ասում է աղուհաց կիսել։ Այսինքն ավանդապաշտ ես տեսակով։ Կարող եմ ասել, այո, ու սիրում եմ մեր հայ տեսակը։ Ես սիրում եմ մեր հայ լեզուն, որտեվ հայերենը դա աղոթք է եւ մի ամբողջ կոդավորված գիտություն կա հայկական տառերի մեջ եւ հայերեն բառի մեջ։ Ես սիրում եմ մեր պատմությունը եւ կարող եմ հոգեբանական մի պատասխան էլ տալ այդ դրան։ Բացի որ ինձ ծնողներս տարել են սուրբ էջմիածնում են կնքել, շատ փոքր եմ եղել եւ 8 ամսական եմ եղել։ Իմ հոգեվոր ծնունդը եղել է հուլիսի 1-ին։ Դա էլ ես ժամանակի ընթացքում, այո, ժամանակի ընթացքում ես դա ոնց որ հավաքել եմ այդ ինֆորմացիան։ Որտեղ որ ասել հունիսի 1-ին ես կնքվել, կասեի հունիսի 2-ին էլ արդեն կլինի պաշտոնի կնքում է։ Հայաստանի ժամով, համայնքի շնորհիվ, այո։ Հայաստանի ժամով, այո։ Իմ ծնողները ինձ տարան Հայաստան երկրորդ անգամ, երբ որ 4 տարեկան էի։ Եվ բավականին երկար մնացին, պատմությունը հիշելով կարծեմ 3-4 ամիս մնացել են։ 4 տարեկան հասակում այնքան բան է իմ մեջ տպավորվել։ Հիշողություններ, մարդկանց վերաբերմունքը, զրույցներ, տեսարաններ, գույներ, էմոցիաներ, թե իմ տատու տնից, իմ հարազատներից, իմ քեռիներից, իմ մորքուրից եւ այլն, որ դա երեխա ժամանակ դա լիցքավորել է ինձ եւ իմ հոգեբանության մեջ է դա անցել։ Եվ շատ երկար տարիներ այդ ընթացքում մեր շատ հայրենասեր ընտանիքը երգով, երաժշտությունով, բանաստեղծություններով, պատմությունով, այդ հայկական ընտանիքի վերաբերմունքով դա ոնց որ այդ իմ մեջ լիցքավորվա այդ լիցքերը միշտ վառ է պահել, մինչև որ ես 2009 թվին առիթ ունեցա համալսարան ավարտել, աշխատանքի փոփոխության մեջ եւ ունեցա հնարավորություն նորից Հայաստան գնալ, այս անգամ ամբողջ Եվրոպան մանեկած երիտասարդ մի տղա,
ով որ պատասխանատվություն չունի աշխատանքի եւ կրթության, ընկել է ազատության մեջ, հայտնվել է Հայաստանում։ Առաջինը ինչ արեցիր։ Առաջինը գնացել եմ Քարահունչ, Գորիս եմ գնացել։ Դա իմ երազանքն էր միշտ, գնացի լիցքավորվեցի այդ էներգիայի գոտիում։ Եվ հասկացա, որ 4 տարեկանից ինչքան իմ հոգեբանության մեջ երեխա ժամանակ ինչքան տպավորություններ կար։ Բոլորը sense թիթեռի պես բացվեցին ու նորից ես վերապրեցի։ Ու այստեղից էլ գալիս է այդ հայանպաստ ծրագրերը, որի շուրջ մենք քիչ առաջ խոսում ենք, քո աջակցությունը հայ համայնքին, երբ դու արդեն ընտրվես այս պաշտոնում։ Զարմանալի է, ես ուզում եմ այդ թելը բռնել, հիմա քեզ հետ զրուցելով արդեն հասկացա, որտեղից է գալիս հայրենասիրությունը, որտեղից է գալիս հային սատարելու ցանկությունը, որտեղից է գալիս հայրենին վարժ գրագետ լավ տիրապետելը, որովհետև ցանկացած մեկը, որ լսի հիմա քո խոսքը, չի պատկերացնի, որ դու Հայաստանում չես ծնվել։ Հուսանք, որ մեր հանրությունը ճիշտ ընտրություն կկատարի, կքվեարկի քո օգտին, եւս մեկ անգամ ցուցադրենք սա, թող ուշադիր զննեն գլենդելաբնակ հայերը եւ հասկանան, որ իրենց ձայնը պետք է տրվի Դեյվիդ Ջորջ Գևորքյանին։ Դավիթ ջան, բացառիկ հնարավորություն դիմելու մեր հեռուստադիտողներին։ Ինչի մասին խոսեցինք, ինչ չասվեց եւ կոչ, որպեսզի իրենց ձայնը տան քեզ։ Խնդրեմ։ Սիրով ես իմ հայրենակիցներին, իմ Գլենդելի համայնքին, ամբողջ Գլենդելի համայնքին, բոլոր բնակիչներին կոչ եմ անում անպայման տնից պոշտով քվեաթերթիկներով մասնակցեք ընտրություններին, հունիսի 2-ին տեղամասերում մասնակցեք ընտրություններին։ Գլենդելը պատմական ընտրության մեջ է, որտեղ Գլենդելը 17 տարի է գանձապահ չի ընտրել։ Այսօր մենք ունենք հնարավորություն, որ փոխենք մեր քաղաքի ֆինանսական եւ տնտեսական ճանապարհն ու ուղղությունը դեպի շատ ավելի զարգացված, ավելի մաչելի, շատ ավելի հասանելի, շատ ավելի թափանցիկ եւ ավելի արդար գործունեության եւ փոխենք մեր համայնքի ուղղությունը, դադարեցնենք մեր համայնքից, մեր հայրենակիցների դուրս գալը եւ ստեղծենք այնպիսի մի բիզնեսային միջավայր, որտեղ որ բոլոր Գլենդելի բնակիչները կարող են ապրել, կարող են աշխատել, խաղալ եւ զարգանալ եւ իրենց ընտանիքներում իրենց երեխեքին մեծացնել Գլենդել քաղաքում։ Կոչ եմ անում բոլորիդ անպայման մասնակցեք ընտրություններին եւ գանձապահի պաշտոնի համար ընտրեք Դեյվիդ Ջորջ Գևորքյանին։ Դե ինչ, ինձ մնում է միայն հաջողություն մաղթել Դավիթ ջան եւ եւս մեկ անգամ կոչ անել մեր հեռուստադիտողներին, որպեսզի իրենց ձայնը տան քեզ Դեյվիդ Ջորջ Գևորքյան, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, իսկ մենք կհանդիպենք եթերում։ Դավիթ ջան, շնորհավորում եմ եւ մաղթում հաջողություն։ Անչափ շնորհակալ եմ Դավիթ։